Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Քվեարկության գիշերը հաղթանակի մասին հայտարարելիս Փաշինյանը քարոզարշավի իր հայտարարությունների ոճով կրկին սպառնաց ընդդիմադիր հիմնական հակառակորդներին։ Սամվել Կարապետյանն արդեն տնային կալանքի տակ է, իսկ Ծառուկյանի դեմ գործը չուշացավ։ Այսօր դատախազությունը հայտնեց, ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ծառուկյանը չի կարող լքել երկիրը։ Անդրադառնալով իշխանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը, սակայն թույլ չեն տվել, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղարը հայտնեց, որ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորված 2-3 օրյա այց ուներ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Ըստ Իվետ Ատոնոյանի, օդանավակայանում հենց Ծառուկյանն է հրաժարվել ուղևորությունից ու վերադարձել տուն։ Մամուլն այսօր գրեց, որ իշխանությունը Ծառուկյանին գործարք է առաջարկել։ ԲՀԿ-ն խորհրդարան կմտնի, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը եւ հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար։ Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո էլ ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։ Իշխանական падգամավորը այսօր հերքեց տեղեկությունը։ Միակ գործարքը, որ առաջարկում ենք ԲՀԿ-ին ու հիմա էլ առաջարկում եմ, դա այն է, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնեն ժողովրդին։ 49% քվե ստացած քաղաքացիական պայմանագրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են ԲՀԿ-ի քվեները, երկու տարբերակով էլ, կամ ԲՀԿ-ն չի մտնում խորհրդարան եւ ՔՊ-ի մանդատներն ավելանում են, կամ ԲՀԿ-ն գործարքի է գնում իշխանության հետ, նեղ պահին իր քվեներով օգնելով նրանց։ Հենց այստեղ կարող է թաքնված լինել Բարգավաճ Հայաստանի քվեների վերաբերյալ, ինչպես Ծառուկյանի թիմն է ձևակերպում աճպարարություն հիշեցնող թվաբանությունը։ ԲՀԿ-ում հաշվել են, խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարելու համար իրենց մոտ 60 ձայն է պակասում։ Այսօր սկսվել է վերահաշվարկը։ Միայն 27 կոտորակ 7 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկից հետո պարզվել է, որ ԲՀԿ-ն ստացել է ոչ թե ընդամենը 1 ձայն, ինչպես նշված է ԿԸՀ կայքում, այլ 77, իսկ 27 կոտորակ 26 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկի արդյունքում ԿԸՀ կայքում հրապարակված 3 ձայնի փոխարեն ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն։ Փաստացի միայն այս երկու ընտրատեղամասերի վերահաշվարկով ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն։ Բարգավաճ Հայաստանի տվյալով 4 տեղամասերի վերահաշվարկից հետո իրենց քվեները կավելանան մոտ 120-ով։ Վերահաշվարկի արդյունքները կամփոփվեն հունիսի 12-ին։